Մեքենայի մոտ խնդիրը հետևյալն է, որ այն բենզինով նորմալ աշխատում է, իսկ երբ փոխում ենք գազ, մեր մոտ առաջանում են խնդիրներ, ահա այսպիսի, մեքենան հանգում է կամ աշխատում է շատ վատ պերեբոներով ցածր պտույտների ժամանակ։ Կամ ուշ է փոխում դեպի գազ, փոխելուց էլ աշխատում այսպես վատ։ Բարձր պտույտների ժամանակ ինչ-որ չափով իրեն պահում է նորմալ։ Երբ հասնում ենք դիագնոստիկայի սարքին, մեքենան, տեսնում ենք հետևյալ արդյունքները։ Մեր մոտ գազը, ահա այն, պետք է լիներ 1-ից 1.3 բար, սակայն մեր մոտ հասել է արդեն 2-ի, երբ մենք բենզին ենք դնում մեքենան, այն բարձրանում է նաև մինչև 3.5 բար, որը շատ է, քանի որ նորման պետք է լիներ 1-ից 1.3 բար, որի պատճառով էլ մեր մոտ շարժիչը աշխատում է անկանոն, քանի որ խախտվում է մեր մոտ գազի եւ օդի հարաբերությունները։ Եվ գազ փոխվելու ընթացքում, երբ այդ թիվը մաքսիմումն է, շարժիչը հանգում է։ Որպեսզի պարզենք պատճառը, նախ պետք է հանենք ռեդուկտորը գազի եւ հասկանանք, թե ինչումն է խնդիրը։ Ռեդուկտորի վրա կա նաեւ կարգավորման համար պտուտակ, որի միջոցով կարող ենք ավելացնել կամ պակասեցնել գազի ճնշումը, սակայն մեր դեպքում այն չի աշխատում, այն կարելի ասել դրած է մինիմումի տակ, սակայն մեր մոտ բարձր ճնշում է, մեր մոտ խնդիրը կապված չէ նաև այստեղի կարգավորումից, քանի որ մեքենան նորմալ աշխատել է գազով եւ շարքից դուրս է եկել ընթացքի ժամանակ, այսինքն խնդիրը կապված չէ այս պտուտակի հետ, այլ կապված է հենց ռեդուկտորի հետ։ Ռեդուկտորը իր տեղից հանելու համար պետք է անջատենք բոլոր այս շլանգները ջրի եւ մտնող գազի, սակայն մինչև այն քանդելը գազը փակում ենք բալոնից։ Գազի վրայի փականը բալոնի գտնվում է այստեղ։ Եթե ձեր մոտ կա այսպիսի կափարիչ, այն բացում ենք, որից հետո փակում ենք գազը։ Փակելուց հետո շարժիչը նորից գործի ենք գցում, որպեսզի դուրս գա շլանգի մեջ եղած գազը։ Այսպես շարժիչը գործի ենք գցում, մինչև վերջանա շլանգում եղած գազը։
ավարտվեց շլանգի մեջի գազը, այժմ արդեն կարող ենք քանդել այն։ Ահա մի կլուչով պահում ենք, որպեսզի չպտտվի այս դետալը, մյուս կլուչով քանդում ենք այս կայքան։ Ամեն ինչ կատարում ենք զգուշությամբ, քանի որ հնարավոր է նորից գազ լինի շլանգի մեջ։ Հաջորդ քայլը արդեն հանում ենք ռեդուկտորին միացող ջրի շլանգները, հանում ենք գազը դեպի ֆիլտր կամ մապտաչի գնացող շլանգը, անջատում ենք նաև ջերմաստիճանի դատչիկը։ Անջատում ենք նաև ռեդուկտորի կլապանը բացող հոսանքի լարերը։ Անվտանգությունից ելնելով նախքան շլանգի դուրս բերելը բացում ենք ռադիատորի կափարիչը ջուր լցնելու, իհարկե թողում ենք ջրերը մի փոքր սառեն նոր, քանի որ ճնշման ջուրը դուրս կփչի, որպեսզի նաև չայրվենք նույն այդ ճնշման փչելուց, բացում ենք, որպեսզի դուրս գան ռադիատորի մեջի հավաքված գազերը, որից հետո հանում ենք այդ շլանգը։ Որից հետո հանում ենք վակուումի շլանգը և մնացած շլանգները և դատչիկը։ Որից հետո քանդում ենք ռեդուկտորը մեքենայի թափքին միացնող բոլտը և հանում ենք իր տեղից ռեդուկտորը։ Այսօրվա ռեդուկտորը, որը որ մենք կվերանորոգենք, կամ կհասկանանք ինչումն է պատճառը, խնդիրը բարձր ճնշումն է, այսինքն ռեդուկտորը տալիս է նորմայից շատ ճնշում։ Ռեդուկտորը Տամասետո AT13 հեղուկ գազի համար LPG։ Որպեսզի հասկանանք պատճառը, թե ռեդուկտորը նորմայից ավել ճնշում տալիս, սկզբում քանդենք այն։ Իսկ այն պետք է տար 1-ից 1.3 բար ճնշում, սակայն մեր մոտ հասնում է մինչև 3.5 բար ճնշում։
Քանդելուց հետո զգուշությամբ հանում ենք պրագլատկան։ Անեցինք նաև մեմբրանը, որը կարգավորում է այդ ճնշումը։ Այժմ քանդենք հակառակ կողմը։ Քանդելուց հետո նոր քննարկենք, թե ինչպես է այն աշխատում եւ ինչ դետալների խնդրի դեպքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Անեցինք նաև պրագլատկան։ Ստար գտնում է գազի ֆիլտրը, կոպիտ մաքրման։
Քանդեցինք ռեդուկտորը ամբողջությամբ, փոքրային մաքրենք եւ հասկանանք ինչ ուներ խնդիրը, որ մեր մոտ շատ ճնշում էր տալիս ռեդուկտորը։ Այստեղ կան սալնիկներ, եթե ունենաք ջրի արտահոսք, կարող փոխել նաեւ այս այստեղ գտնվող սալնիկները։ Եվ այսպիսով ինչպես է աշխատում Տամասետո 13 հատը 13 հեղուկ գազի ռեդուկտորը։ Գլխավոր գազը մտնում է այստեղից, անցնում է ֆիլտրի մեջով, հայտնվում է այստեղ, որտեղ գազը չի կարողանում գնալ առաջ, քանի որ փակ է այստեղի անցքը, որը եւ բացվում է միայն էլեկտրական կլապանի միջոցով։ Այսինքն այստեղ մենք տալիս ենք լարում, կոճը մագնիսանում է եւ ետ է քաշում, կոճը մագնիսանում է եւ այս դիրքից ետ է քաշում այս պորշինին, որի արդյունքում է գազը այս անցքից անցնում է եւ հայտնվում է այստեղ։ Այստեղ հայտնվելուց հետո գազը չի կարողանում գնալ առաջ, այն փակվում է այսպիսի դետալով, որի վրա տեղադրված է պրուժին, որն էլ սեղմվում է այս դետալի օգնությամբ։ Այսինքն հավաքած վիճակում մենք ունենում ենք հետևյալ պատկերը, այստեղ այս ձողը դուրս է գալիս, եւ փակում է մի խոսքով այստեղ որպես հանդիսանալով կլապան, այս դետալը փակում է գազի արտահոսքը դեպի դուրս։ Որպեսզի այս դետալը կարողանա ետ գնալ եւ բացվի գազի ճանապարհը, գազը բացվելուց հետո նախ այն հայտնվում է այստեղ, որը հանդիսանում է մեքենային գնացող գազի շլանգի միացման տեղը, բացվելուց հետո գազը հայտնվում է այստեղ, որը հանդիսանում է անվտանգության որպես կլապան, այսինքն երբ մեր մոտ ճնշումը շատ լինի, որպեսզի ռեդուկտորը չկոտրվի կամ չպատրվի այս մեմբրանը, մեծ ճնշման դեպքում այս կլապանը սեղմվում է հետ եւ գազը դուրս է գալիս դեպի դուրս։ Որպեսզի այս կլապանը ետ գնա եւ բացվի այստեղ գալացող գազի ճանապարհը, այստեղ դրվում է այս մեմբրանը, որի վրա տեղադրվում է այս պրուժինը, այս դետալը եւ այս դետալը, որը նախատեսված է գազի ճնշումը կառավարելու համար։ Այստեղ միանում է նաև վակուումի շլանգը։ Այժմ այս process-ը ինչպես է աշխատում։ Որպեսզի այս դետալը կարողանա հետ գնալ, պրուժինը սեղմում է մեմբրանին, մեմբրանն էլ իր հերթին սեղմում է այս
դետալին, որի արդյունքում գազը բացում է և գնում է առաջ, որից հետո գազը հայտնվում է ոչ միայն այստեղ, այլ այս անցքով, այս դետալով հայտնվում է մեմբրանի ներսի կողմում և բրդում է դեպի հետ, այսինքն այս դեպքում մեր մոտ գազը կփորձի փակվել նորից։ Մեր մոտ ունենք նաև վակուումի շլանգ, որը միանում է զասլոնքից հետո, այսինքն երբ ոտքի գազի պեդալը այսպես սեղմած չի, մեր մոտ մեծ վակուում է առաջանում, որը նույնպես ուզում է ետ քաշել այս մեմբրանին, այսինքն մեր դեպքում այս կողմից գազն է բրդում հետ, այս կողմից վակուումն է քաշում հետ, որի արդյունքում մաքսիմում ուզում է փակվել գազը, որպեսզի այն չկարողանա լրիվ փակվել, այս դետալի միջոցով, որը կարգավորվում է այս դետալով, որպեսզի այն շատ չկարողանա ետ գալ և փակել գազի ճանապարհը, մենք այս բոլտի օգնությամբ թույլ ենք տալիս, թե ինչքան այս մեմբրանը կարողանա ետ բարձրանալ, ինչքան շատ հետ բարձրանա, մեր մոտ այնքան ճնշումը կստացվի ավելի փոքր, այսինքն մեր մոտ ինչքան շատ հետ գա, այնքան շուտ գազը կփակվի և մենք կստանանք քիչ ճնշում։ Սա ձգելու դեպքում, այսինքն դեպի պլյուսի կողմ պտտելու դեպքում, այս դետալը իջնելու է ներքև, սեղմելու է ավելի շատ դեպի ներքև, որի արդյունքում մեր մոտ ետ կգնա այս ձողը դեպի մեջ և ավելի շատ գազ կգա, որպեսզի ընթացքի ժամանակ, քանի որ ավելի շատ գազը հարկավոր, քան մարմնի ժամանակ շարժիչ աշխատելու, երբ մենք սեղմում ենք գազի ոտնակը, մեր մոտ բացվում է զասլոնկան, այստեղ վակուումը վերանում է, այսինքն երբ այս մեմբրանին օգնում էին փակվել այստեղ գալացող գազը և այստեղի վակուումը, այժմ արդեն վակուումը այստեղից վերանում է և որի արդյունքում այս պրուժինի ուժը ուժեղանում է վակուումի չափսով, այսինքն կախված պեդալի սեղմվածության չափից փոխվում է այստեղի վակուումի չափսը, որի արդյունքում այս պրուժինի ուժը այդքանով ավելանում է և կարողանում է այդ չափով ավել բացել գազը, որի արդյունքում էլ գազի պեդալը սեղմելու ժամանակ մեր մոտ ավելի շատ գազ է դուրս գալիս։ Երբ մենք գազի պեդալը թողնում ենք, այսինքն զասլոնկան փակվում է, այստեղ նորից հայտնվում է վակուում, որի արդյունքում սա նորից ետ է գալի և փոքրացնում է գազի արտահոսքը և աշխատում է մեքենան մալնի գազի տակ։ Հիմնական աշխատանքային պրոցեսը սա էր ռեդուկտորի, այսինքն երբ պեդալը մաքսիմում սեղմած է, այս պրուժինը մաքսիմում հնարավորինս բացում է մեմբրանը, փակ ժամանակ էլ, որպեսզի կարողանանք կառավարել մինիմալ ճնշումը մալնիի համար, այսպես ասած, արդեն կառավարում ենք այս բոլտով, որի միջոցով էլ այս դետալի միջոցով, որը դառնում է խոչընդոտ և չի թողնում, որպեսզի այս դետալը շատ բարձրանա վերև և կարգավորում ենք արդեն ռեդուկտորի գազը։
ճնշումը, այսինքն թե քանի բար հայտնվի այստեղ։ Այժմ հասկանանք, թե ինչ խնդիր էր մեր մոտ, որ ռեդուկտորը տալիս էր նորմայից ավել ճնշում, մինչև 3.5 ատմոսֆեր 1-ի փոխարեն։ Մեր մոտ նախ դժվար էր մտնում հելնում այս մասը, հնարավոր էր այն ուղղակի մնացել էր ինչ-որ դիրքում և այս պրուժինը չէր կարողանում հաղթահարել այդ ուժը։ Եվ մյուս գլխավոր խնդիրը մեր մոտ այս անցքը փակ էր, որի արդյունքում էլ մեր մոտ այստեղ գազը չէր հայտնվում և չէր կարողանում փակել գազին։ Այսինքն մեր մոտ դուրս էր գալիս, որ մեր մոտ կար այս ուժը, որը կարողանում էր հաղթահարել և հետ բրդել այս դետալին, քանի որ մեր մոտ բացակայում էր այստեղի գազի կողմից արտադրված բացասական ուժը, այսպես ասած պրուժինի նկատմամբ, որը պետք է փակեր մեր կլապանը։ Մի խոսքով մեր մոտ փակ էր նաև այս անցքը, որը դուրս է գալիս այստեղ։ Այն պետք է բաց լինի։ Մեր դեպքում այն փակ էր, որի պատճառով էլ գազը այստեղից չէր կարող հայտնվել այս մասում։ Մի խոսքով, որպեսզի կարողանաք փորձարկել, փակում եք այստեղ, փակում եք այս անցքը, այստեղից փչելու դեպքում պետք է գազը օդը դուրս գա ստեղից և այստեղից դուրս։ Հակառակ դեպքում, եթե կա ինչ-որ խնդիր, բացում ենք այստեղի անցքը և այստեղի անցքը։ Մի խոսքով այսքան է ռեդուկտորի մասին, այժմ այն հավաքենք, հետ մաքրելուց հետո, եթե ձեր մոտ խնդիրներ կառաջանան, այսինքն բարձր ճնշման հետ, հնարավոր է փակի այս անցքը, եթե սա պատրված լինի, մեր մոտ կստացվի, որ այստեղի գազը հետ չի բրդում, այլ մաքսիմում նորից կարող է բաց մնալ, այս դետալի պատրված լինելու դեպքում նույնպես այդ նույն խնդիրը կառաջանա, այստեղի գազը ետ չի բրդի, քանի որ դուրս կգա արանքներից, իսկ պրուժինը ուժը ավելի մեծ կլինի և կսեղմի հետ։ Իսկ մեծ ճնշումի դեպքում խնդիրը անցքից և այս դետալից։ Ճնշում չլինելու պատճառը կարող է լինել լցված ֆիլտրը, որը չի թողնի գազը գնա առաջ։ Խնդիրներ կարող են լինել կլապանի հետ, որը չբացվի կամ կիսատ բացվի։ Նույնպես կարող է մի խոսքով գազ չգալ կամ թերի գալ։ Եթե խնդիրներ ունեք ջրի արտահոսքի հետ, այս մասերից, որտեղ միանում են ռեդուկտորը տաքացնող ջրի շլանգները, հնարավոր է խնդիրներ լինեն այս պրագլատկաների հետ, որոնք պետք է փոխվեն։ Այս կողմից ջրի արտահոսքի դեպքում խնդիր այս պրագլատկայի հետ կարող է լինել։ Ռեդուկտորի հակառակ կողմում ունենք պրագլատկա,
այս հատվածը նրա համար է, որպեսզի ռեդուկտորը տաքանա, այսինքն այստեղից երբ միացվում է ավտոյից կալացող ջրի շլանգները, ջուրը այս սեկցիաներով գնալով տաքացնում է ռեդուկտորը, որպեսզի այն չսառի, այսինքն գազը չսառի և մեքենան նորմալ աշխատի։ Ջրի ջերմաստիճանն էլ արդեն կարգավորվում է ու ոչ թե կարգավորվում է, այլ կարող ենք տեսնել ռեդուկտորի ջերմաստիճանը կամ գազի ջերմաստիճանը արդեն այստեղ միացված դատչիկով։ Վերջ, այսքանը Tomasetto AT13 LPG ռեդուկտորի մասին։ Այժմ մաքրենք բոլոր դետալները, հավաքենք և տեղադրենք մեքենայի վրա և փորձարկենք, տեսնենք ինչ ստացվեց։ Եվ այսպիսով Tomasetto AT13 LPG գազի համար նախատեսված ռեդուկտորը վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ է այսպիսի կոմպլեկտ, որի մեջ կան բոլոր դետալները և սալնիկները։ Կոմպլեկտի մեջ կա նաև ձեռնարկ, որտեղ մանրամասնորեն նկարագրված է, թե որտեղ ինչ դետալ է դրվում և ինչ չափսի։ Նաև հավաքման ձևը։ Բոլոր դետալների, սալնիկների չափսերը նշված են, հետևաբար չգտնելու դեպքում կամ չկողմնորոշվելու կարող եք չափել։ Այստեղից դուրս է գալի նաև այս դետալը և այս դետալը, որտեղ կա նույնպես սալնիկներ։ Սկզբում հանենք սալնիկները։ Այստեղ տեղադրվում է այս սալնիկը։ Կողմնորոշվելու դեպքում, չնայած բոլոր սալնիկները տարբեր են, կարող եք չափել և համեմատել այստեղ գրված չափի հետ։
Բոլոր սալնիկները փոխեցինք, այժմ անցնենք հավաքման պրոցեսին։
Այս մասում աշխատանքներն ավարտեցինք, անցնում ենք մյուս կողմը։ Այստեղ դրվում է այս դետալը։
Այսպիսով բոլոր դետալները փոխեցին, կոմպլեկտի մեջ չկա մտնող գազի համար սալնիկը, անհրաժեշտության դեպքում կարող եք փոխել։ Այստեղ կա սալնիկ նաև դուրս գալացող գազի համար, անհրաժեշտության դեպքում նույնպես կարող եք փոխել։ Մյուս սալնիկը կա գազի էլեկտրական կլապանը բացող համակարգի վրա։ Եվ այսպիսով ավարտեցինք ռեդուկտորի վերանորոգման աշխատանքները։ Այժմ տեղադրենք այն մեքենայի վրա և փորձարկենք։ Քանի որ բոլոր դետալները փոխվել են, մեր մոտ արդեն խախտվել է ճնշումը դուրս գալացող, հետևաբար պետք է այն նորից կարգավորենք։ Այն մոտավոր պետք է լինի դուրս գալացող ճնշումը 1.3-ից 1.4 բար։ Եվ այսպիսով ավարտեցինք Տամասետո ԱՏ 13 LPG գազի համար նախատեսված ռեդուկտորի վերանորոգման և դետալների փոխարինման աշխատանքները։ Տեղադրեցինք ռեդուկտորը, այժմ ռեդուկտորի ճնշումը 1.1 է, մի փոքր կարող ենք ավելացնել։ Ավելացնելու համար պտտում ենք այստեղի բոլտը։
Եվս մի փոքր եւ վերջ։ Վերջ կարգավորումները ավարտեցինք։ Գազի ռեդուկտորի ճնշումը մոտավոր 1.3 բար է։ Իսկ մեր մոտ խնդիրը լուծվեց։ Այլևս մեր մոտ բարձր ճնշում չէ եւ արդեն մեքենան նորմալ աշխատում է։